Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան որոշակի փուլ ենթադրում է նոր ինչ-որ մտահղացումներ եւ դրանց իրականացման ուղղված քայլեր։ Գիտեք, բոլոր ժամանակներում մեզ թվում է, որ աշխարհում ինչ-որ հրաշքներ պիտի լինեն, որպեսզի դու կարողանաս նոր գաղափարներ ունենաս ու զբաղվես դրանց իրականացմամբ։ Բայց ժամանակներն առաջ են գնում եւ դու հասկանում ես, որ ամենակարևորը որոշումն է, ամեն ինչ սկսվում է մեր մտքում եւ եթե այդ որոշումը հստակ ունես, ուրեմն իրականացման համար անպայման պիտի կարողանաս գտնել քայլերի ճիշտ հաջորդականությունը։ Այս ժամանակաշրջանը որպես կանոն շատ հարմար է մեծ ու փոքր ձեռնարկների համար ինչ որ նոր բան մտածելու ու վստահ լինելու, որ ամեն ինչ կստացվի։ Փոքր միջին բիզնեսի մասին օրենսդրական մանավանդ դաշտում բավական շատ է խոսվում եւ սրա մեջ մի վտանգավոր բան կա։ Դա այն է, որ շատ հաճախ մարդիկ շատ բան չեն կարողանում պատկերացնել, ինչն էլ ինչ որ առումով դառնում է խոչընդոտ, արգելք, որպեսզի իրենց գաղափարներն իրականություն դարձնեն։ Մենք այսօր կարծում եմ, որ հնարավորություն պիտի ունենանք այս ամենն իր տեղը դնելու, հասկանալու ու կանխատեսելի դարձնելու այն դժվարությունները, որ կարող եք ունենալ, եւ ամենակարևորը խոսելու պրոֆեսիոնալների մասին, ովքեր կարող են օգնել, որպեսզի ձեր մեծ երազանքներն իրականություն դառնան դժվարությունները հեշտ հաղթահարելու ճանապարհով։ Սիրելի հետևորդներ, այս պահին Elroom-ում նաև ձեր անունից ուզում եմ ողջունել աուդիտոր Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերության տնօրեն Հայաստանի Հանրապետության հաշվապահների եւ աուդիտորների պալատի հարկային հանձնաժողովի անդամ Սերգեյ Խաչատրյանին։ Սերգեյ, շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ նորից առիթ ունենք հանդիպելու։ Ես կարծում եմ, որ ձեր խոսքը բացի պրոֆեսիոնալից նաև այնքան մոտիվացնող է, որ շատ շատերն իսկապես ուզում են հենց հիմա սկսել ինչ-որ բան ու վստահ լինել, որ շարունակությունը երկար է լինելու ու հաջող։ Ողջույն Լիլիթ ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ շատ ուրախ եմ, որ կրկին անգամ ձեր տաղավարում հնարավորություն ունեմ խոսելու Safe Invest-ի բիզնեսի հետ կապված խնդիրների մասին։ Մոտիվացիայի հետ կապված, այո, պետք է ճիշտ հաշվարկներ կատարել եւ շատ չվարանել սկսել այն միտքը, որ ունես, այդ գործունեությունը իրականացնել։ Շատ հաճախ բիզնես իրականացնողների հետ նախնական փուլում հանդիպման ժամանակ բնականաբար իմ փորձով կիսվելուց բացի ոգևորության նշույլներ եմ հաղորդում, որպեսզի կարողանան իրենց առջև դրված խնդիրները փոքր-ինչ հեշտությամբ հաղթահարել։ Այո, ըստ էության Սերգեյ, ես չգիտեմ, գուցե ես լավատեղյակ չեմ, բայց Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերությունը կարծում եմ, որ քչերից է կամ եզակին է, ում հետ իմ փորձից ելնելով մարդիկ, ովքեր ուզում են նոր գաղափար ունեն, նախապես են խորհրդակցում։ Այսինքն ոչ թե արդեն ծրագրում են ամեն ինչ, հետո նոր դիմում են հաշվապահական, խորհրդատվական ուրիշ գործառույթները իրականացնելու համար, այլ բիզնեսի պլանավորումը կարող են սկսել հենց Safe Invest-ի հետ։ Բնականաբար ես կարծում եմ, որ հենց բիզնեսի պլանավորումը պետք է սկսել պրոֆեսիոնալ մասնագետների հետ, հաշվապահական, ֆինանսական եւ այն գործընկերները, ովքեր որ մեզ մոտ գալիս են մեկ այլ անձանց խորհրդով, ավելի վաղ շրջանում են մոտենում եւ խնդիրները արդեն մենք ի սկզբանե գույքագրելով կարողանում ենք առաջ անցնել։ Բայց լինում են դեպքեր, որ այդ կարևոր շրջանը բաց են թողնած լինում եւ ցավոք սրտի շտկել ավելի դժվար է լինում։ Այո, պլանավորումը շատ կարևոր է եւ փորձում ենք գոնե ինչ-որ մի քանի ամսվա բիզնես պլանավորում իրականացնել միասին։ Փոքր միջին ձեռնարկատիրության հետ կապված անընդհատ այս օրենսդրական փոփոխությունները մարդկանց մի քիչ անհասկանալի վիճակի մեջ են դնում։ Որոնք են այն հիմնական դժվարությունները, որոնց առաջ կանգնում է այսօր փոքր եւ միջին բիզնեսը։ Լիլիթ ջան, տեսեք, փոքր միջին բիզնեսի խնդիրները ես այս պահին կփորձեմ ճյուղավորել երկու հիմնական ուղղությունների։ Խնդիրներ, որոնք որ գալիս են արտաքին աշխարհից եւ դրանց վրա փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչները ըստ էության ազդեցություն ունենալ չեն կարող կամ շատ քիչ կարող են ազդեցություն ունենալ եւ խնդիրներ, որ իրենց որոշումներից, իրենց քայլերից են կախված։ Այն խնդիրները, որոնք որ արտաքին աշխարհից են գալիս, դրանք արդեն մեր կյանքն խուժած on-line հարթակներով առևտուրի իրականացումն է եւ հայաստանյան պայմաններում խոշորացումն է բիզնեսների, օրինակ խանութների պարագայում, որ մենք գիտենք կենտրոնացվում է մեկտեղ եւ
մանրածախ առևտուրը հիմնականում գերակշռող մասը իրականացնում են մի քանի սուպերմարկետներ եւ դրանք արդեն իսկ խնդիր են առաջացնում փոքր միջին բիզնեսի համար։ Խնդիրները, որոնք որ կապված են փոխարժեքի տատանումներից, գնաճից, այս գործոնների վրա հիմնականում շատ դժվար կարող են ազդեցություն ունենալ փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Բայց կան հիմնական գործոններ, որոնք որ բաց են թողնում ֆինանսական գրագիտության բացակայությունը, կադրային սխալ քաղաքականությունը, բիզնես պլան ընդհանրապես թեկուզ կարճաժամկետ չունենալը եւ ընդհանրապես բիզնեսի նկատմամբ վերահսկողությունը թույլատնելը։ Այս գործիքները պետք է իրենք, որոնք որ իրենցից են կախված, ի սկզբանե ճիշտ պլանավորեն եւ արդարության համար պետք է ասեմ, որ փոքր բիզնես իրականացնողները փոքր-ինչ անհավասար պայմաններում են խոշոր բիզնեսների հետ, որովհետեւ եթե խոշոր բիզնեսները հնարավորություն ունեն դիմելու պրոֆեսիոնալ մասնագետների, խորհրդատուների, ֆինանսիստների, այստեղ փոքր բիզնեսի ներկայացուցիչները շատ ժամանակ տնտեսում են հենց հաշվապահի, ֆինանսիստի հարցում, ինչի նեղ սուբյեկտիվ կարծիքով սխալ մոտեցում է, այստեղ պետք չէ տնտեսել, որովհետև այդ տնտեսումը հետագայում իրենց վրա թանկ է նստում, հարկային տուգանքներով կամ սխալ հաշվապահության արդյունքում բիզնեսը այլ վեկտորներով շարժվելու հարցում։ Ուստի այն գործոնները, որոնք կապված են բիզնեսի որոշում իրականացնողից, պետք է այդտեղ ավելի կարևոր շեշտադրումներ կատարել։ Իսկ աշխարհի փոփոխությունների կամ ընդհանրապես իրավիճակները, որոնք մեր կյանք են գալիս, արձագանքելը բնականաբար խոշոր բիզնեսի ներկայացուցիչները ունենալով ավելի լավ ռեսուրսներ, ավելի լայն կապեր, ավելի շուտ են կարողանում արձագանքել այդ իրավիճակներին։ Այստեղ մի փոքր անհավասար պայմաններում են հայտնված, դրա համար էլ դժվար է փոքր միջին բիզնեսին մտնել շուկա եւ կարողանալ կյանքի կոչել իրենց գաղափարները։ Այո, բայց այսինքն կարելի ասել, որ սրա հետ է հենց կապված, որ շատ դեպքերում ինչ որ մի բան նախաձեռնում են, հետո ավելի ուշ հայտնաբերվում է բիզնեսի հետ կապված խնդիրներ։ Բիզնեսի հետ կապված խնդիրները, այո, հենց ուշ հայտնաբերելու գործում կապված է իրենց ամենօրյա աշխատանքի մեջ զբաղվածությունը, շատ ժամանակ բիզնեսը օրինակ զբաղված է իր ամենօրյա խնդիրներով եւ չի նկատում իր խնդիրները կուտակում իր շուրջ կամ մրցակցության մեջ է թաթախված իր հիմնական պլանավորումից, ռազմավարությունից շեղվելով, չնկատելով թե ինչ նոր խնդիրներ իր մոտ կուտակում։ Եվ դրանց օրինակն է, որ կարող է մոտ հարկային պարտավորությունները կուտակվեն կամ դեպիտորական կամ գրեծորական պարգև, այսինքն իր պարտավորությունների ժամանակին չհետևելը, դրանց հավաքագրումը չիրականացնելը հետագայում կարող է խնդիրների առաջ կանգնեցնել։ Եվ չնախատեսված այդ խնդիրները կարող են բերել նույնիսկ բիզնեսի փակմանը։ Այսինքն այս դեպքում ճիշտ շատ դեպքերում նաև խնդիրներ են առաջանում, եթե նույնիսկ շատ չեն խնայում հաշվապահի, այդ հաստիքի վրա, բայց դժվար է գտնել շատ պրոֆեսիոնալ հաշվապահ եւ նաեւ այդ պատասխանատվությունը ժամանակին պլանավորելու, այդ ձեր նշած այս հարկերի հետ կապված ինչ որ ուշացումներից խուսափելու ժամանակ պատասխանատվությունն էլ է նաեւ լինում, չէ՞, այս դեպքում ճիշտ ու պրոֆեսիոնալ մասնագետինը։ Այստեղ էլ երկու մասի բաժանում եմ խնդիրը, տեսեք, կան փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր որ տնտեսելով իրենց գումարները չեն դիմում պրոֆեսիոնալ մասնագետների, լավ իմանալով, քաջատեղյակ իմանալով, թե ովքեր են պրոֆեսիոնալ մասնագետները եւ դիմում են ոչ փորձառուներին, կարծես թե այդտեղ ինչ-որ խնայողություններ իրականացնելով եւ կան բիզնես իրականացնողներ, ովքեր որ խափնվում են, բայց այդ ցածր գների տակ մեծ վտանգ կա թաքնված, ովքեր որ ցածր գներով հաշվապահական ծառայությունների արժեքներ ձևակերպում տվեցիք ցածր գների տակ մեծ վտանգներ կան։ Այո, պետք է այդտեղ ուշադրություն դարձնել, որովհետև այդ վտանգների մասին մենք բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու եւ հանրայնացված այդ ինչպիսի խնդիրներ են առաջանում ոչ պրոֆեսիոնալ հաշվապահներին դիմելու հարցում, այստեղ շատ կարեւոր է, որ դիմել պրոֆեսիոնալ մասնագետների, հնարավոր է նոր բիզնեսները ունենան այդտեղ զեղչային տարբերակներ, օգտվել այդ հնարավորություններից, ոչ թե փոխարենը դիմել ոչ մասնագիտացված կառույցներին կամ անապներին։ Այո, այստեղ փաստորեն շատ հաճախ այդպիսի ձևակերպում եք տալիս, որ սխալ պլանավորման նման մի բան է, հա, եթե սխալ հաշվապահի նաև։ Այո, դա գիտեք, իմ կարծիքով ես շատ առիթներում ասել եմ, որ հաշվապահը միայն հաշվապահական ծառայությունների մատուցում եւ հաշվետվությունների հանձնման գործընթացը չի իրականացնում։ Նա բիզնեսի կյանքի կոչման հենքն է։ Նրա անվտանգության ամբողջ սխեման նրա ձեռքերում է եւ շատ կարեւոր է ճիշտ մասնագետներ, ճիշտ կազմ ընտրելու հարցում այստեղ դիմել պրոֆեսիոնալ մասնագետների եւ
կարծում եմ Հայաստանում բավականին շատ կան մասնագետներ, որ կարելի է դիմել։ Այստեղ Սերգեյ, բայց երկրորդ խնդիրը կա, ես ուզում եմ մի քիչ այդ տարբերակումը։ Դուք նշեցիք, որ լինում է նաև այդպիսի ժամանակահատված, երբ նոր բիզնեսներին որոշակի մոտեցում, զեղչեր եւ այլն լինում են օգնելու, խորհրդատվությունն է լինում շատ մանրամասն, երբեմն ավելի մատչելի։ Կարելի է ասել, որ ամեն դեպքում շատ հարմար է, երբ այսպես կայացած կառույցներին ու կազմակերպություններին է վստահվում հաշվապահությունը։ Սա նաև ֆինանսապես ավելի հարմար է լինում փոքր միջին բիզնեսին։ Այո, առաջին հայացքից կարող է թվալ, որ կայացած կառույցին դիմել այդքան է նպատակաբար չի, բայց հետագայում արդեն աշխատանքի ընթացքում հասկանում ես, թե ինչպեսի տնտեսում ես կատարում, որովհետև օրենսդրական փոփոխությունների մասին նախապես տեղեկանալով դու ճիշտ պլանավորում ես իրականացնում քո բիզնեսում, իսկ օրենսդրական փոփոխությունները մենք գիտենք, որ մեր կյանքում շատ հաճախ են տեղի ունենում, իսկ հիմա ավելի հաճախ են, ավելի հաճախ եւ մեր ընկերությունը, տեսեք, ես շատ առիթներ ունեցել եմ ասելու, որ ոչ թե միայն օրենսդրական նախագծերին մենք տեղեկացնում ենք, մենք նաեւ կամուրջ ենք հանդիսանում փոքր միջին բիզնեսի խնդիրները ներկայացնել, նախագծեր առաջարկել, ունենք այդտեղ հաջողություններ եւ այդ գործընթացը ես որպես անհատ եւ որպես Safe Invest-ը եւ նաեւ մեր նախորդ տարի հիմնված հասարակական կազմակերպությունը բավականին մեծ քայլեր են իրականացնում այդ հարցում, որպեսզի կարողանանք փոքր միջին բիզնեսի խնդիրները հասցնել որոշում կայացնողների մոտ, որպեսզի ավելի հեշտացնեն բիզնեսի կյանքը։ Եվ այդ գործոնները, որոնք որ կարծես թե կարևոր չեն բիզնեսի համար, բայց ովքեր որ մեր երկարաժամկետ աշխատելով ունենալով օրենսդրական այնպիսի խանգարող գործիքներ, մենք այդ խանգարող գործիքները կարողանում ենք բացել եւ նրանք ավելի քիչ հարկային բեռով շարունակում իրենց գործունեությունը։ Այո, այստեղ նաև նոր մեթոդների, նոր ուղղությունների ընդգրկման հետ կապված փաստորեն ավելի լավատեղյակ եք եւ անընդհատ դասընթացներ, ինչպես նոր հաշվապահների, այնպես էլ ասպարեզ մտած նոր գործիքներն եք օգտագործում։ Ես գիտեմ, որ արհեստական բանականությունը նաև հիմա հաշվապահական ոլորտ է մտել։ Տեսեք, այո, ես ինքս տարբեր կառույցներում անդամագրված եմ, ովքեր որ քննարկում են իրականացնում օրենսդրական փոփոխությունների մասով եւ արհեստական բանականությունը այդ ամեն ինչի մեջ շատ կարեւոր դեր է կատարում։ Ես ինքս որպես մասնագետ արհեստական բանականությունից շատ օգտվում եմ եւ մեր կազմը արդեն իրենց աշխատանքի որոշակի գործիքակազմներ ներառել ենք եւ արհեստական բանականության հետ կապված տեսեք Լիլիթ ջան, շատերը կարծում են, որ արհեստական բանականությունը կարելի է փոխարինել հաշվապահությունը կամ այն մասնագիտությունը իմ նեղ սուբյեկտիվ կարծիքով արհեստական բանականությունը չի փոխարինելու որևէ մասնագիտություն, այլ լրացնելու է հաշվապահական ոլորտում կարող է փոխարինել օպերատորական աշխատանքին, հա։ Օրինակ մենք շատ ունենք աշխատակիցներ Հայաստանում հենց հաշվապահական հաշվային ոլորտում, ովքեր որ հաշվապահությունով չզբաղվում, մտազբաղ աշխատանք չեն իրականացնում, այլ օպերատորական աշխատանք են իրականացնում։ Այո, այստեղ այդ ոլորտի ներկայացուցիչները ունեն մտահոգություն, որ արհեստական բանականությունը հնարավոր իրենց փոխարինի, բայց ես չեմ կարծում, որ ովքեր որ վերլուծություններ են իրականացնում, ֆինանսական գործառույթներ իրականացնում, նրանց փոխարինը նրանց օգնելու է եւ այսօր այն մենք օգտվում ենք այդ գործիքակազմից տեխնիկական բավական ժամանակ է աշխատանքներում բավականին մեծ աշխատանք է կատարում բնականաբար ամբողջ հենքը չենք թողնում իր վրա, բայց մեզ բավականին օգտակար է եւ ես կարծում եմ պետք է այդ արհեստական բանականության գործիքներից հնարավորինս շատ օգտվել։ Այո։ Նաև այս առումով էլ է տարբերվում Safe Invest-ը, որովհետև միշտ այդպես է եղել, դրա մասին առիթ ունեցել ենք խոսելու, իրականում նոր այդ գործիքակազմը, այսինքն չկա այնպիսի մի ոլորտ այս ամբողջ դաշտում, որի մասին ուղղակի թեկուզ հարցնենք, Սերգեյ, եւ դուք նշեք, որ տեղյակ չեք, չգիտեք այդ փոփոխությանը, դեռ չեք ուսումնասիրել եւ այլն։ Արագ արձագանքման այս մեթոդը երևի նաև սա հաջողության, հա, հաշվապահի պրոֆեսիոնալիզմի գրավականն է ինչ որտեղ։ Լիլիթ ջան, տեսեք, 2 տասնամյակ արդեն գրեթե ոլորտում ենք եւ բնականաբար այս տարիների ընթացքում գրեթե բոլոր ոլորտների հետ առնչվել ենք։ Ես ինքս որպես մասնագետ շատ խնդիրների մեջով անցել եմ եւ շատ մասնագիտական գործընթացներ իրականացել եմ, բայց այս տարիքում այս մասնագիտական հասունության փուլում միևնույն է ես կարծում եմ, որ
դեռ շատ բան չգիտեմ եւ կարծում եմ, որ շատ բան ունեմ սովորելու եւ ինչքան բան դեռ չգիտեմ մասնագիտության մեջ։ Եվ մասնագիտության մեջ շատ բացահայտումների կարիք կա։ Հենց հետաքրքրություններից մեկը մեր կարծում եմ մասնագիտության մեջ այն է, որ կարծես թե անծայրածիր անվերջանալի գաղտնիքների եւ բացահայտումների կարիք կա։ Որքան էլ որ մասնագիտացված լինենք, որքան էլ որ փորձառու լինենք, միևնույն է առաջ են գալիս, Երևան են գալիս նոր խնդիրներ, նոր հանգամանքներ, որոնց բարձրաբանման համար մեր տարիների փորձը բավարար չէ եւ պետք է նոր դժվարություններ հաղթահարենք, որը որ սիրով իրականացնում ենք։ Այո, սիրով հաղթահարում եք, սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք հեռախոսահամարը, հասցեն 2 հասցեում է գործում Safe Invest-ը եւ կարծում եմ, որ շատ հարմար է, շատ հարմարավետ եւ գիտեք, շատ կարեւոր է, երբ որ դու քո բիզնեսը վստահում ես մի ընկերության, ով ունի ոչ միայն տարիների, տասնամյակների փորձ, այլ մեծ պատասխանատվություն, ով դու հասկանում ես, որ կարող է քեզ հետ միասին խնայել քո յուրաքանչյուր, հա, ինչպես ասում են լուման, եւ դրա հետ միասին գտնել բոլոր այն օրինական հնարավորությունները իրականում բիզնեսի առաջ խաղացման համար, որովհետեւ այս պատասխանատվություն կիսել առաջին պահից կողքիդ լինել, այս զգացողությունները մեզանում շատ վաղուց չեն, բայց Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերությունում սա կարծես հիմքն է։ Սերգեյ, ես ուզում եմ նաև ստեղծման ժամանակ մենք առիթ ունեցել ենք խոսել, այլ հիմնադրման ժամանակ ձեր մտադրությունները, դուք էլ չէ, երբ Safe Invest-ը հիմնադրվել է, ինչ որ բան պատկերացրել եք, ինչպիսին պիտի լինի, ինչպիսին էր եւ այսօր որ փուլին եք հասել։ Safe Invest-ի պատմությունը այո առիթ ունեցել եմ պատմելու, որ մենք ավելի երկար ժամանակ շուկայում կանք, ծառայություններ մատուցում ենք 2 տասնամյակից ավելի, սակայն մինչ այդ հանդես ենք եկել այլ անվանմամբ, գրեթե 7 տարի առաջ մենք անվանափոխություն կատարեցինք, ռեբրենդինգ իրականացրինք եւ այդ ժամանակ նոր գաղափարներ, նոր մարտահրավերներ մեզ համար սահմանեցինք։ Մինչ այդ սահմանափակվում էինք միայն հաշվապահական ծառայությունների մատուցմամբ, մինչդեռ իմ գաղափարները ավելի լայն էին եւ ես ցանկանում էի շուկայում տիրող այդ տարածված ծառայությունների մատուցումից փոքր-ինչ տարբերվել եւ կարողանայինք մենք խորհրդատվություն ապահովենք, բիզնես խորհրդատվություն ապահովենք եւ իսկապես փոքր միջին բիզնեսի կողքը լինելով իրենց խնդիրները տարհանեինք եւ լուծեինք, այսինքն բացի այն պահանջը, որ ուներ բիզնեսը իր համար պարտադիր հաշվետվությունների ներկայացումը, նաեւ աջակցող ձեռք լինեինք, այսօր ես կարողացում եմ, որ մենք այդ ճանապարհին ենք, իրականացրել ենք շատ գործիքներ բիզնեսի համար, որ կարողանում են այսօր կիրառել եւ այդտեղ ունենք մեծ անելիքներ։ Այսինքն մեր հիմնական նպատակը ամբողջ մեր համալիր ծառայությունների շրջանակներում է, ես հիմա չմանրամասնեմ, թե ինչպիսի ծառայություններ ենք մատուցում, այդ ամբողջ փաթեթով մենք կարողանանք բիզնեսի կյանքը հեշտացնել եւ նրանք միայն ու միայն կենտրոնանան իրենց բիզնես ռազմավարության վրա, նույնիսկ մենք այդտեղ էլ աջակցում ենք, թե շուկայում ինչպիսի մարքեթինգային գործողություններ, դա արդեն տարիների փորձի արդյունքում կարող եք առաջարկել, թե որ տեղանքում ինչպիսի գործունեություն կարող է կառուցել, ինչ աշխատաշուկայում խնդիրներ կարող են լինել, այս բոլորը համադրելով կարողանում ենք արդեն բիզնեսին շատ կարճ ժամկետում օպտիմալ առաջարկներ կատարել։ Այո, սա բավական լայն, սա ըստ էության առանձին մի ուղղություն է, որը հիմա նաև Safe Invest-ը իր գործունեության մեջ ներառել է։ Տեսեք Լիլիթ ջան, առաջ եթե մենք խորհրդատվություն էինք ապահովում, ենթադրենք մարդը գաղափարով եկել է կամ արդեն բիզնես իրականացնող է, դիմել է մեզ, մենք ենթադրենք 30 րոպեվա ընթացքում իրականացնում ենք խորհրդատվություն, այսօր այդ 30 րոպեով խորհրդատվությունը ավելի բարձր արժեք ունի եւ ավելի ինֆորմացված եւ ավելի արժեքավոր խորհուրդներ ենք մենք իրենց տալիս եւ ավելի լայն շրջանակների մասին ենք տեղեկացնում, քան առաջ։ Սա հենց այն է, որ մենք բիզնեսին կարողանում ենք մեր փորձը փոխանցել, որոնք որ կարողանում են իրականացնել հաշվապահական ծառայություններից բացի։ Սա կարևոր արժեք է, որը մենք գնահատում ենք եւ կարծում եմ մեր գործընկերները նույնպես գնահատում են եւ այստեղ մեծ անելիքներ ունենք, շարունակում ենք նույն գաղափարախոսությամբ եւ վստահ եմ, որ մի քանի տարի հետո մենք այստեղ ավելի շատ բարձրությունների հասած կլինենք։ Այո, Սերգեյ, իսկ ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ամեն դեպքում արդեն այս տարիների ընթացքում որն է ամենամեծ ձեռքբերումն ըստ ձեզ։ Տեսեք Լիլիթ ջան, ես ձեռքբերումները
տարբեր իմ կյանքի փուլերում կամ safe invest-ի ճանապարհին տարբեր արժեքներ եմ գնահատել, բայց այսօր հասել եմ այն մտքին, որ ձեռքբերումները դա վստահությունն էր, որը որ ես կարողացել եմ ձեռք բերել իմ գործընկերների առջև, թիմի առջև։ Օրինակ տարիներ առաջ ես կարծում եի, որ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը նաև թիմն է։ Այո, թիմի ձևավորումը շատ կարևոր է, բայց թիմը մշտապես բիզնեսի կողքին չի լինում։ Այսինքն եթե բիզնեսը կարող է աշխատել 20, 30, 40 տարի, բնականաբար նույն թիմով դու չես կարող առաջ շարժվել եւ թիմը փոփոխման ենթակա է։ Ես կարծում եմ կարևորը կայուն ծառայության արժեքներ մատուցելն է, որը որ ես կարողանում եմ իրականացնել safe invest-ի շրջանակներում եւ թիմի փոխարինելիության ապահովումն է։ Այսինքն ոչ թե այն թիմը, որը որ մենք այսօր ունենք, այն արժեքն է, որ մենք կարողանում ենք շատ կարճ ժամանակահատվածում թիմ ձևավորել։ Դա շատ կարևոր արժեք է, որ մենք տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել։ Եվ վստահությունը այդ գործընթացի շրջանակներում, որը որ մենք ստացել ենք մեր գործընկերներից։ Վստահությունը առհասարակ, այս ասպարեզում երևի շատ մեծ դեր ունի, բայց նաև բիզնեսի մարդով ինչ որ նոր բան է անում, իր վստահությունը անձնական է պիտի լինի, չէ, հաշվապահի հետ։ Վստահությունը ամենակարևոր գործոններից մեկն է, որ պետք է լինի հաշվապահի եւ բիզնես իրականացնողների միջեւ։ Տեսեք, հենց բիզնես իրականացնողները շատ ժամանակ ես պետք է նորից նշեմ, որ ցածր ծառայության արժեքներից օգտվելով երբեմն շատ կասկածելի։ Հաշվի չեն առնում վստահության գործոնը։ Վստահության գործոնը պետք չէ միայն դիտարկել, արդյոք հաշվապահ ֆինանսիստը պրոֆեսիոնալ ծառայությունները կմատուցի կամ օրենքներին տեղեկացված է թե չէ։ Այստեղ վստահության տարբեր գործոններ կան։ Հնարավոր է հաշվապահ լինի առաջարկի ցածր գնով ծառայություններ եւ այդտեղ փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչը հանդիպի խարդախությունը, ինչը մեր բնագավառում ցավոք սրտի տեղի է ունեցել։ Այսինքն վստահությունը բացի պրոֆեսիոնալ աշխատանքների եւ ծառայությունների մատուցումից, բացի պետք է լինի նաեւ մարդկային արժեքները եւ բիզնես թիմի շրջանակները, որովհետեւ ստացվում է, որ փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչը կամ ընդհանրապես խոշոր բիզնես իրականացնողը իր բիզնեսի գաղտնիքները վստահում են մեկ կառույցի, որտեղ համալրված են սկսնակներով, փորձառու մասնագետներով եւ շատ պետք է դու մեծ աշխատանք կատարես, որ ամբողջ թիմի կողմից կարողանաս վստահություն փոխանցես բիզնեսին, որովհետեւ բիզնես գաղափար արտահոսք տեղի չունենա։ Այսինքն այդ գործոնը նույնպես շատ կարեւոր է, որ աշխատանքի կատարումից բացի պետք է բիզնես իրականացնող հասկանա, որ իր բիզնեսի շրջանակներում որևէ արտահոսք չի լինելու։ Նաև այստեղ արտահոսքը գաղափարներից սկսած ամեն ինչին կարող է վերաբերել, չէ՞։ Ենթադրենք բիզնես իրականացնողը կարողանում է ցածր գնով մատակարարներ ստանալ, դրա մասին տեղեկություններ չտարածվեն։ Այս գործընթացը մեր մոտ շատ խիստ պահպանվում է, որպես մասնագետ, որպես այսինքն աուդիտի սկզբունքների մեջ է մտնում հենց այդ գաղտնիությունը, մեր մոտ շատ բարձր մակարդակով դա պահպանում ենք եւ նույնիսկ դրա նկատմամբ շատ բարբերաբար միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի կարողանա թիմը ամբողջությամբ նույնիսկ սկսնակ կադրով, ովքեր մեզ մոտ եկել է, որ հնարավոր է որոշ տարիներ հետո մեր մոտ չաշխատի, այդ գաղտնիության սկզբունքի մասին եւ դրա պատասխանատվության մասին քաջատեղյակ լինի, որպես հետագայում մեր գործընկերները որևէ խնդիրներ չունենան։ Այո։ Դժվարություններ են սրանք եւ առհասարակ բնականաբար այս ճանապարհին մենք միշտ հաղթանակների մասին ենք խոսում, այդ մեծ գաղափարների դրանց իրականացման, բայց բնականաբար դժվարություններ են եղել։ Որն է այդ մեթոդը, ինչ որ ձև ունեք, որ այս տարիների ընթացքում ձեզ հաջողվել է հաղթահարել այդ դժվարությունները եւ այսպես հստակ ու կայուն քայլերով նաեւ առաջ գնալ։ Ինձ օգնել է տարբեր գործոններ, որպես անհատ իմ տեսակը, որպես պայքարող տեսակ։ Մարդկային տեսակը շատ կարևոր է նախաձեռնող չհանձնվել եւ կարծես թե շատ վաղուց արդեն հասկացել եմ, որ դժվարությունները անխուսափելի են եւ այդ դժվարությունները տարբեր շրջաններում, տարբեր ձևով գալիս եւ մինչ այս բանը դժվարությունները կարողացել ենք հաղթահարել ամբողջ թիմով։ Ես ինքս փորձել եմ թիմում առաջացած խնդիրները կարգավորել, եղել է բայել, այո, որ ես ինքս նույնպես հուսահատվել եմ, բայց
դրանք անխուսափելի են, որովհետև եթե դու շարժման մեջ ես, չես կարող անընդհատ հաղթանակներ ունենաս, պետք է նաև ունենաս պարտություններ, նահանջներ, եւ դրանք շատ կարեւոր են, որովհետև այդ նահանջներ ունենալով դու հասկանում ես դրանց գինը եւ դա քո համար մեծ մոտիվացիա է, որպեսզի առաջ շարժվես։ Կարևոր գործոն եմ համարում, որ մեզ մոտ նույն տեսակ խնդիրները չեն կրկնվում։ Ամեն անգամ նոր տեսակ խնդիրներ են, որ դա նշանակում է, որ մենք արդեն ինչ-որ խնդիր ունեցել ենք, դա արդեն հաղթարել ենք մեր կյանքում եւ դրանից հետեւությունը առած ենք դուրս եկել այդ իրավիճակից։ Այո, այստեղ նաև այս դաշտում մրցակցությունն է շատ եւ հիմա գնալով կարծես ավելանում է, ինչպես է վերաբերում առհասարակ ոլորտի մրցակցությանը, որովհետեւ այստեղ ես չէի ասի շատ մեծ է մրցակցությունը պրոֆեսիոնալ առումով, բայց իրականացվող գործունեության առումով կա։ Շատ ճիշտ նշեցիք, որ շատ մեծ չի մրցակցությունը պրոֆեսիոնալ առումով, համաձայն եմ։ Ցավոք սրտի մեր մոտ հաշվապահական բնագավառում շատ քիչ են մասնագետներ, ովքեր որ ձգտում են դառնալ պրոֆեսիոնալ եւ բավարարվում են ինչ-որ աստիճանով, որը որ հիմնականում միջին, դրանից վերև բարձրացումը շատ քիչ անձիկ են իրականացնում, որտեղ այդտեղ հենց գալիս է դժվար գործընթացը եւ այո, բարձր պրոֆեսիոնալիզմի շրջանակներում մրցակցությունը շատ քիչ է եւ այդ առումով ես ինքս ինձ շատ չեմ տանջում, որովհետեւ գիտեմ, որ միշտ առաջ եմ շարժվում, բայց միևնույն ժամանակ մենք ունենք մրցակցության իրավիճակ, որը որ շատ հաճախ ոչ էթիկայի կանոնների շրջանակներում է եւ շատերը դուրս են գալիս այն նորմերից, որը պետք է իրականացնեն եւ խարդախ մրցակցության մեջ են մտնում։ Մենք չենք տրվում այդ ամեն ինչի եւ մենք ունենք մեր գաղափարախոսությունը, մեր պլանները եւ շարժում ենք մեր պլաններով, ինչպեսի ծրագրեր ունենք, դրանք ենք իրականացնում։ Բնականաբար դիտարկում ենք շուկայում ինչ է կատարվում եւ փորձում ենք արագ արձագանքել իրավիճակների, որոնք նոր են գալիս մեր կյանք։ Սրա հետ միասին կարողանում եք հստակ այդ հարկը պահել, լրացնել այդ Safe Invest-ի կայուն տեղում։ Տեսեք, Լիլիթ ջան, լավ տեղյակ եք, որ անցած տարվանից մեր ոլորտը պարտադրված հարկային բեռի ավելացում ունեցավ եւ այո, մենք մեր գնային քաղաքականությունը փոխեցինք, բնականաբար մեր ծառայությունների որակները որպեսզի կարողանանք պահպանել եւ այն բիզնես իրականացնողները, ովքեր որ պատրաստ չեն վճարել բարձր որակի ծառայության համար, մենք էլ չեն կարող ընդառաջ գնալ, շատ հազվադեպ դեպքերում կարճաժամկետ ընդառաջումների միգուցե գնանք, բայց այն բիզնես իրականացնողները, ովքեր որ պատրաստ չեն վճարել, մենք մեր արժեքը չենք իջացրել եւ չենք փորձում ամեն գնով պահենք փոքր միջին բիզնեսին մեզ հետ, թեպետ մենք աշխատում ենք նաեւ խոշորների հետ, միաժամանակ փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր որ փորձում են ցածր գնով ծառայություններ ստանալ, որպես մասնագետ հավատացնում եմ ձեզ, մենք չունենք բյուջետային առումով այդ խնդիրը, որպեսզի ամեն գնով ցանկացած հաճախորդ պահենք կամ ցանկացած գործընկերոջ հետ աշխատել, պարզապես խորհրդատվություն, որ ծուղակում են հայտնվելու ցածր գների շրջանակում։ Եթե չեն օգտվում մեր խորհրդատվությունից, իրենք գիտեն իրենց անելիքները։ Սերգեյ, որտեղ եք տեսնում Safe Invest-ը տարիներ հետո, որովհետև դուք այսպես բոլոր ճյուղերով կարծես այսպես հստակ քայլերով տեսնում եք ինչ է պետք անել եւ նաեւ ուսումնասիրում եք այս բոլոր ոլորտները, որտեղ եք տեսնում Safe Invest-ը։ Safe Invest-ը միանշանակ Հայաստանում ավելի զարգացած, ավելի մեծ թիմով, մենք ավելի մեծ թիմով, ավելի մեծ աշխատանքներ ենք իրականացնելու եւ ես առիթ ունեցել եմ Լիլիթ ջան ասելու, որ մենք նաեւ մեր առաքելությունը միայն հաշվապահական ծառայությունները եւ շահութի հետապնդելը չի, ես նաեւ մեծ գաղափարներ ունեմ բարեգործական աշխատանքներ իրականացնելու մեր ծառայությունների աշխատանքների շրջանակներում, ավելի շատ իրազեկ գործողություններ իրականացնենք եւ Հայաստանի Երևանում, մայրաքաղաքում եւ մարզերում եւ կարողանանք տվյալահեն վերլուծություններ իրականացնենք եւ իրականացնենք որոշում կայացնողներին, որպեսզի կարողանան բիզնեսի խնդիրներ լուծեն, այսինքն մեր ռազմավարությունը հիմնականում այդտեղ այսօր ուղղված անցած տարիներին ունեցել ենք փոքր-ինչ հաջողություններ, բայց դա շատ քիչ ենք համարում։ Այս տարի ես ինքս որպես անհատ իրականացրել եմ որոշ ծրագրեր, շարունակելու ենք մեր հասարակական կազմակերպությունով եւ Safe Invest-ով ավելի մեծ մարտահրավերներ իրականացնել։
Ես վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի, Սերգեյ, որովհետև դուք ամեն ինչի մեջ կարողանում եք այնքան այսպես էությունը, խորքը բացահայտել եւ ձեր տեսակով էլ ամեն ինչ հնարավոր համարող մարդ եք, սա շատ կարևոր է, որովհետև մարդիկ կան ասում են, նայ, այսպես է, սա կարելի է, սա չէ, իսկ դուք փորձում եք գտնել այն հնարավոր տարբերակները, երբ կարող է անհնարինը կարելի է դարձնել հնարավոր։ Լիլի ջան, ես սկզբում ասացի, որ օրինակ փոքր միջին բիզնեսի շրջանակներում կամ ընդհանրապես իրավիճակներում գոյություն ունեն արտաքին ազդակներից եկած իրավիճակներ եւ մեր որոշումների կայացնելը։ Մենք պետք է հստակ տարանջատենք որ գործընթացներումն է, որոնք որ կապված են մեր որոշումներից եւ այդտեղ մեղավորներ չփնտրենք, առաջին մեղավորը մենք ենք եւ փորձենք այդտեղ խնդիրները կարգավորել։ Եթե արտաքին ազդակներից եկած գործոններ են, դա բնական է այդտեղ քիչ ազդեցություն կարող է ունենալ։ Որը որ մեր խնդիրն է, մենք պետք է այդտեղ չհանձնվենք եւ փորձենք մի քանի անգամ դժվարություններ հաղթարել։ Նույնիսկ եթե մի իրավիճակը մի անգամ չի ստացվում, ոչինչ պետք չի հանձնվել։ Այո, պետք չի հանձնվել, շատ կարևոր էր, շատ լավ արտահայտություն էր, շնորհակալ եմ շատ Սերգեյ, իրականում շատ հաճելի էր ինձ, ամեն անգամ ինձ հաճելի է զրուցել ձեզ հետ, որովհետև Safe Invest-ի յուրաքանչյուր հաջորդ հանդիպմանը առանձին ոլորտներ կան, որոնք ուղղակի օգնում են մարդկանց, ուղղակի կարող են օգնել երազանքներն իրականացնեն, գաղափարները, մանավանդ հիմա, երբ մենք անընդհատ խոսում ենք օրենսդրական այդ փոփոխությունների մասին, շատ դեպքերում տպավորություն է, որ այլևս ոչինչ հնարավոր չի անել, բայց ձեր խոսքը փաստում է, որ միշտ հնարավոր է գտնել ելքեր, լուծումներ կան եւ ամենակարևորը հանձնվել չկա։ Լուծումներ կան, իսկ հանձնվել ոչ մի դեպքում։ Եթե մտնում ես սենյակ, մի դուռը, ինչպես ասում են, հետևի դուռը փակված է եւ պետք է մի դիմացի դուռը բացես եւ առաջ շարժվես։ Շնորհակալ եմ, շատ հաճելի։ Ես շնորհակալ շատ։ Սիրելի հետևորդներ, իրականում լավ օրինակ բերեց Սերգեյ Խաչատրյանը, մտնում է սենյակ, ուրեմն արդեն պիտի գտնես այն դուռը, որը քեզ տանելու է դեպի առաջ, շարունակություն նշանակում է անպայման կա։ Շատ կարևոր է մեր ժամանակներում իսկապես այս լավատեսությունը ունենալը, նոր գաղափարներ, եթե ունենք նոր գաղափարներ, դրանց իրականացման ուղղված քայլեր անելը, բայց իրականում ես ընդունում եմ, որ այստեղ իսկապես դժվար է, այստեղ դժվար է հստակ հասկանալ ինչ պետք է անել, քայլերի ինչ հաջորդականություն։ Այս դեպքերի համար է, որ մենք շատ արդեն տարիներ շարունակ առիթ ունենում ենք նշելու Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերության մասին, որտեղ բոլոր ուղղություններով իրականում շատ պրոֆեսիոնալ հիմք, մեծ աշխատանքային փորձ, սրա հետ միասին Գիտեք, եզակի մի բան է, երբ հնարավորություն ունի այսքան փորձառու մասնագիտացված ընկերությունը նաև անընդհատ նոր ուղղություններին ծանոթանալու, նոր գործիքակազմ կիրառելու, թիմի ներսում անընդհատ նոր այն ինչը, որ ավելի նոր է դա դարձնելու իրենցը։ Այս պահին Safe Invest հաշվապահական խորհրդատվական գրասենյակը գործում է երկու հասցեում, Թումանյան 1 եւ Հակոբ Հակոբյան 2, վերջերս է բացվել հրաշալի ու շատ հաճելի նաև միջավայրով գրասենյակը Հակոբ Հակոբյան 2 հասցեում։ Կարծում եմ, որ այս հասցեներն իսկապես նրա համար են, որպեսզի դուք ունենաք երազանքներ, գնաք, զանգահարեք այս հեռախոսահամարով գնաք, իսկ այստեղ մարդիկ են, ովքեր կարող են ամբողջական խորհրդատվություն տալ, հնարավորություն, որպեսզի ձեր մեծ երազանքն իրականանա եւ նաև վստահություն, որ իրականում քայլերի հաջորդականություն մշակումից ու պլանավորումից է կախված այն հաջողությունը, որը ձեզ սպասում է։ Այսօր Elroom-ում զրուցում էինք աուդիտոր Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերության տնօրեն Հայաստանի Հանրապետության հաշվապահների եւ աուդիտորների պալատի հարկային հանձնաժողովի անդամ Սերգեյ Խաչատրյանի հետ։ Ես ուզում եմ, որ այս արևոտ այս օրերին շատ կարևոր ու մեծ գաղափարներ ունենաք։ Ասում եմ, որ հնարավորություն կա, միտքը շատ ավելի լայն կարող է աշխատել, մեծ գաղափարներ ունեցեք ու այս հեռախոսահամարը օգտագործեք, պրոֆեսիոնալ այս թիմը կօգնի, որպեսզի ձեր մեծ գաղափարները վերածվեն իսկապես մեծ ու հաջող բիզնեսի։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։